Նախ շատ լավ է, որ պարոն Վարդանյանը վերադարձավ, ես պիտի ասեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախության դեֆիցիտ չունի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ է առավել քան երբևէ, ու սա ես չեմ ասում, սա ասում է այն փաստը, որ 3.5 տարի ներկայիս գումարման կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործում է 3.5 տարի, 10-ից ավել ընտրություններ ենք անցկացրել, այդում Երևանի ավագանու ընտրությունները եւ չի բողոքարկվել, այն որ սահմանադրական դատարան դիմելը դա նաեւ ցանկացած քաղաքական ուժի նաեւ քաղաքական դիվիդենդ ստանալու միջոց է, դա հասկանալի է, բայց պետք չի, ինչպես պարոն Սմբատյանն ասում, ինստիտուտին հարվածել, որովհետև դա ձեր շահերից չի, որովհետև այդ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցկացած ընտրություններով ընդդիմությունը, ասենք օրինակ, չգիտեմ, ասում էր Գյումրիում հաղթեց, մյուս տեղում հաղթել է, եւ այո, որքան Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձայն կտա քաղաքական ուժերին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ ապահովելու է, որպեսզի մեր քաղաքացու կամքը ամրագրվի եւ այս վարույթը, որի ընթացքում առանց փաստերի, ուղղակի բոլորը տեսագրված է, մեր ըստ էության կյանքն է նույնիսկ on-line ռեժիմում 2005 տեղամասում ընտրություններ անցկացվել են, ամեն ինչ կա, կարելի է գալ, կանգնել սահմանադրական դատարանում եւ ասել մասսայական կեղծիքներ, լավ, 10 չէ, գոնե 5 փաստ, լավ, հասկանում եք, այսպես կարելի է ասել, բայց այդ ասելով որքան շատ ասեք, դա չի դառնում փաստ։ Բարձր դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ 258 որոշումը իրավական եւ փաստական առումով հիմնված է եղել ընտրական գործընթացների համակողմանի գնահատման վրա։ Իր որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անդրադարձել է թե ընտրական գործընթացների ընդհանուր միջավայրի վերաբերող պնդումներին, թե կոնկրետ ընտրական տեղամասերում արձանագրված հանգամանքներին, քննարկել է վարչական ռեսուրսի օգտագործման, քարոզչության, մեդիա միջավայրի, քվեարկության կազմակերպման, քվեների հաշվարկի, տեղամասային գրանցամատյաններում կատարված գրառումների, վերահաշվարկների բողոքների հետ կապված հարցերը կհնարձանագրել է, որ դիմումներն ու բողոքները քննվել են իրավասու մարմինների կողմից, տրվել են պատասխաններ, իսկ անհրաժեշտ դեպքերում իրականացվել են վերահաշվարկներ, շտկումներ կամ այլ իրավական գործողություններ։ Հրապարակայնությունը ապահովելու նպատակով կայքում հրապարակվել են տեղամասային արձանագրությունների սկանավորված քաղվածքները, ընտրողների ստորագրված ցուցակները եւ տեխնիկական սարքավորումներից ստացված տվյալները, ընդհանուր առմամբ վերահաշվարկի դիմումների հիման վրա, ինչպես նաեւ հանձնաժողովի նախաձեռնությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջով նաեւ վերահաշվարկվել է 637 ընտրական տեղամասի արդյունքներ, որպեսզի փարատվեն ստացված դիմումներով արտացոլված բոլոր մտահոգությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եզրահանգել է, որ դիմումներում ներկայացված պնդումներով չի հավաստում այնպիսի խախտումների առկայություն, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։ Միաժամանակ այն տեղամասերում, որտեղ առկա են եղել բավարար հիմքեր կասկածի տակ դնելու քվեարկության արդյունքների արժանահավատությունը, արդյունքները ճանաչվել են անվավեր։ Պարոն Նովակիմյան, մնաց 5 րոպե խոսքի ավարտին։ Թիվ 12-13 ընտրական տեղամասի արդյունքները անվավեր են ճանաչվել, այն հիմքով, որ քվեարկության օրը ողջ ընթացքում բացակայել է ընտրությունների մասնակցող ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցության թիվ 8 քվեաթերթիկը, թիվ 35 կոտորակ 65 եւ 10 կոտորակ 51 ընտրական տեղամասերի արդյունքները անվավեր են ճանաչվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Թիվ 35-65 ընտրական տեղամասի դեպքում գրանցամատյանում արձանագրվել էր, որ ժամը 20:00-ից հետո ընտրական տեղամասի դուռը փակված չի եղել, եւ քվեարկությունը ավարտվել է միայն 23:38-ին։ Նույնաբնույթ իրավիճակ է արձանագրվել նաեւ 10 կոտորակ 51 տեղամասում, որտեղ քվեարկությունը ավարտվել է միայն 21:22-ին։ Այստեղ գրավոր տարբերակում մի փոքր քանոր ժամկետը չի վարել, ես ուղղակի անցնեմ առաջ,
այնտեղ հիմնավորումներ 40.1 հոդվածի կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների իրացմամբ։ Արդյունքները անվավեր ճանաչելու իրավական հետևանքները։ Վերոնշյալ 3 ընտրական տեղամասի արդյունքները անվավեր ճանաչումը ինքնին կասկածի տակ չի դնում ընտրությունների վերջնական արդյունքները։ Հակառակը, այն ցույց է տալիս, որ ընտրական վարչահայությունը առանձնացրել է կոնկրետ խնդրահարույց տեղամասերը, չեզոքացրել դրանցում տեղի ունեցած ընտրական օրենսդրությանը չհամապատասխանող քվեարկության հնարավոր ազդեցությունը վերջնական արդյունքների վրա։ Եվ այդ առանձին դրվագները չի տարածել այն տեղամասերի վրա, որտեղ նման իրավական հիմքեր չեն արձանագրվել։ Անվավեր ճանաչված 3 ընտրական տեղամասերի արդյունքները չեն ներառվել քաղաքական ուժերի օգտին տրված ձայների հաշվարկում։ Դրանք օրենքի ուժով արտացոլվել են որպես անճշտություններ։ Հետևաբար, այդ տեղամասի արդյունքների անվավեր ճանաչումը չի խաթարել ընտրությունների վերջնական արդյունքների իրավաչափությունը, հակառակը այն ապահովել է, որ խնդրահարույց տեղամասերի տվյալները չազդեն ընտրությունների ընդհանուր արդյունքների վավերության վրա։ Բարձր դատարան։ Այս վարդի շրջանակներում անդրադարձ եղավ նաև հունիսի 15-ին իմ կողմից տարածված հայտարարությանը, այո, հայտարարությունը իրավական փաստաթուղթ չէ, այն միտված էր իրազեկել մեր հանրությանը, բայց միևնույն ժամանակ բացահայտում էր այն համոզմունքը, որի հիման վրա կայացվել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի 258-ա որոշումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եզրահանգել էր, որ ընտրությունների նախապատրաստման, քվեարկության, ձայների հաշվարկի և արդյունքների ամփոփման ընթացքում չեն հաստատվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել համապետական ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել էր, որ 3 ընտրական տեղամասերում քվեարկության ընթացքում տեղի են ունեցել ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներ եւ այդ տեղամասերի նկատմամբ կիրառվել էր օրենքով նախատեսված իրավական հետևանքը։ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի կիրառման համար էական է ոչ թե այն, որ խախտումը կարող էր ազդել կոնկրետ ընտրական տեղամասի արդյունքների վրա, այլ այն, թե արդյոք այն կարող էր փոխել ընտրությունների համապետական վերջնական իրավական արդյունքը։ Այդ ազդեցությունը գնահատում է ոչ թե ենթադրությունների, այլ ընտրությունների արդյունքների հաշվարկային մեխանիզմի միջոցով։ Տվյալ դեպքում 3 անվավեր ճանաչված ընտրական տեղամասի մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 3395։ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի նախատեսված անցողիկ շեմի հաշվարկային հիմքից այդ թիվը հանելու դեպքում անցողիկ շեմը պետք է հաշվարկվեր 1,457,676 թվից 4%-ը բարձրաձակ թվով կազմելու էր 58,307,04, Բարգավաճ Հայաստան կուսակցության ստացած 58,287 քվեները կազմում են վերը նշված թվի 3,9986 10,000%-ը, այսինքն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս դեպքում եւս չէր հաղթահարի 4%-ի շեմը։ Ստացվում է, եթե անվավեր ճանաչված 3 ընտրական տեղամասի արդյունքների ազդեցությունը մեկուսացնում ենք, ընտրությունների իրավական արդյունքները չեն փոխվում, բարձր դատան։ Ամփոփեք, ավարտում եք, ժամկետը դարձավ։ Ժամկետը դարձավ։ Ես այստեղ գրավոր տեքստում նաև տակտիկական քվեարկության, նաև վերաքվեարկության ինստիտուտին էի անդրադարձել, ուղղակի ժամանակ չունենալու պատճառով գրավոր եզրափակիչ ելույթը տրամադրենք բարձր դատարան։ Ոչ միայն դուք, այլ բոլոր կողմերին կառաջարկեի իրենց եզրափակիչ խոսքերը գրավոր տրամադրել դատարանին։ Բարձր դատարան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է իրավաչափ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը իրավաչափ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խնդրում է սահմանադրական դատարանից մերժել բոլոր դիմումները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խնդրում է սահմանադրական դատարանից ուժի մեջ թողել իր 259-ա որոշումը, որովհետև այն համարում է իրավաչափ եւ մի վերջի դիտարկում ըստ էության այս դատավարության ընթացքում մեր հարգելի դիմողները ոչ թե ընտրական համակարգի
գործողություններն են կասկածի տակ դնում, այլ գործնականում կասկածի տակ է դրվում մեր ընտրողի կամքը, որը արտահայտված է հունիսի 7-ի քվեարկության արդյունքներով։ Ավարտենք, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն։ Շնորհակալություն, բարձր դատան։ Շնորհակալություն բոլորին, շնորհակալություն հայտնում